Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ մարզային գրադարանում անցկացվել է ցերեկույթ նվիրված հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։ Միայն մայիսին ինչ է որ պետք է տոնել հաղթանակը, երևույթը շարունակաբար հիշվելու անհրաժեշտություն ունի, ասել են կազմակերպիչները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև մեծ հայրենականին մասնակցած Համբարձում Մելիք Սարգսյանի հիշատակին նվիրված Ջուրն անապական վերնագրով պոեմը։ Այնուհետ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կողմից մարզային գրադարանին է հանձնվել ռուսական հոգևոր գրքեր։ Областной библиотеки Шаровского Марза хотел бы передать книги Священное Писание Нового Завета и Псалтырь, написанные на русском языке. Я думаю, что это будет очень востребовано и полезно для армян, поскольку Священное Писание одно и для русских, и для армян, и для всех жителей земли на разных языках. Ես որոշեցի այսօրվա խորհրդին համապատասխան ներկայացնել ռազմաճակատում իմ հոր կողմից Համբարձում Մելիք Սարգսյանի մի հետաքրքիր սրդարուճ սխրագործության եւ հուզիչ պատմության վերաբերյալ։ Բանը պատկանում է նրանում, որ հայրս 9 տարի համայնապանագում ծառայելով, հատկապես հայնական մեծ պատերազմում 5 տարի կրվել է Ստալինգրադի ամենաթեժ ճակատամարտերի որպես հերոս մասնագիծ եղել եւ վիրավորում է ճակատամարտերից մեկի ժամանակ։ Միջոցառման նպատակն է շարունակել հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների շարքը, քանի որ ինչպես ցեղասպանության հիշատակում ապրիլի 24-ով չի վերջանում, այնպես էլ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունները մայիսի 9-ով չեն վերջանում։